Խավիգի բզդիգները պիտի ներկայացնեմ։ Վարք Սուրբ Գևորգի դիեզերահռչակ մեծ սորավար Սուրբ Գևորգ կձնի երրորդ թարուն գապաթովգո մեջ, մանկությունը գանցնե Բաղեստինի մեջ և կհետևի զինվորական ասպարեզի, թեր 30 տարեկան չեղած կդառնա հազարապետ իր ցուցաբերած քաջության և հավատարմության շնորհիվ։ Այդ օրերուն Հռոմի կայսրը ընդդեմ քրիստոնյաներուն խիստ թրովարտակ մը կհանե, ուր կհայտարարե չարաչար մահով դատովարտել անոնք, որոնք զոհեր չեն մատուցեր իր աստվածներուն։ Սուրբ Գևորգ քաջափար կպատրե այս թրովարտակը և քաջալերով մյուս քրիստոնյաները կսե։ Մի վախնակ անոնցմէ, որոնք կրնան մարմինը մերցնել, բայց ոչ հոգին։ Հիշեցեք Աստուծո խոսքը, որ գսե. «Ով որ զիս ուրանա մարդոց առջև, ես ալ զայն պիտի ուրանամ Աստուծո առջև»։ Ապա անձամբ կներկայանա թագավորության ատյանը և ամբողջ ավագանիին ներկայությամբ կաղաղակե. Ահա վասիկ ես քրիստոնյա եմ, որ հանցանքին համար գուզեք անմեղ քրիստոնյաները մահվամբ դատապարտել։ Միթե հանցանք է պաշտել կենդանի Աստվածը։ Մենք կհավատանք ամենասուրբ երրորդության և հույս ունենք հավիտենական կյանքին։ Իսկ դուք, հեթանոսներ, միաստվածությունը բազմազգացության կվերածեք, որ սատանայի գործ է և ձեզ դեպի կորուստ կտանի։ Եվ երբ կհարցվի իրեն, թե ինք ով է, Սուրբ Գևորգ կպատասխանե. Իմ առաջին անունս քրիստոնյա է, բայց մարդիկ ինձի Գևորգ կկանչեն, որ հողկործ կնշանակե։ Աստված գուզե, որ իր այքիին մեջ պտղաբերեմ։ Կայսրը մեծ պաշտոններ ու պատիվներ կառաջարկե իրեն, եթե չաստվածներուն զոհ մատուցե։ Սուրբ Գևորգ մերժելով կսե. Քու խոստումներդ և ողոքումդ չեն գնար զիս իմ բարեպաշտութենէս եղել, երանի թե դուն ճանչներ կենդանի Աստուածը և երկնքի թագավորութեան արժանի ըլլայր, որովհետև քու իշխանությունը ժամանակավոր է։ Կայսրը զայրանալով կը հրամայե զանազան չարչարանքներու ենթարկել Սուրբ Գևորգին։ Նախ կը հրամայե քեղարտով անոր աղիքները թափեն, բայց քեղարտը գաբարի պես կծալլուի։ Ետքը զինք կը տնե սուրերով պատված անիվի մտակ։ Այն ժամանակ Աստված իր հրեշտակը ղրկելով կազատե զինք եւ հոն եղողներէն շատեր դարձի կու գան ու կսեն. «Մեծ է քրիստոնյաներուն Աստվածը»։ Աղեքսանդրիոտ թագուհին լսելով Սուրբ Գևորգի մասին, ինքև քանի մը բարձր պաշտոնով զինվորականներ քրիստոնյա կ'ըլլան։ Կայսրը զայրանալով կը հրամայե սուրբը թաղեն կիրով լեցուն քուփի մը մեջ եւ 3 օր ետք ությակը գազաններուն դիմացներեն։ Սակայն Սուրբ Գևորգ քուփեն ողջ առողջ դուրս կ'ելլէ եւ կայսրին դիմաց կենալով կսե. Գիտե դեր արքա, որ զիս քու տանջանքներդ պահողը Յիսուս Քրիստոս Աստուծո որդին է։ Ապա կայսրը կանչել կու տա անվանի կախարդ Աթանասիոսին, որ կպատրաստե 2 բաժակ։ Առաջինի մեջ դնել կու տա դեղմը, որ եթե սուրբը խմե, շուտով միտքը կփոխվի, իսկ երկրորդը խմելու բարաքային կմեռնի։ Սուրբ Գևորգ երկուքն ալ կխմե, ոչ միտքը կփոխվի եւ ոչ ալ կվնասվի։ Այն ատեն կախարդը կխոստանա քրիստոնյա դառնալ, եթե սուրբը մեռած մեգումը հարություն առնել տա։ Սուրբ Գևորգ աղոթքով հարություն առնել կու տա մեռած անձիմը եւ իսկույն Աթանասիոս քրիստոնյա կդառնա։ Կայսրը զայրանալով սպաննել կու տա կախարդին եւ հարություն առնողին, իսկ սուրբին դարձյալ բանտ կը դնի։ Ինձի ըսե, թե դուք իրական աստվածներ եք, ինչպէս կը համարձակվիք կենալով
գենալ Աստծո Սուրբին դիմաց։ Գայսը դարձյալ կգրտնեն ին առաջարկը, այս անգամ Սուրբ Գևորգը գհնազանդի, ան գուրքին դիմաց գենալով գարցնե, ինձ եսեք թե դուք իրական աստվածներ եք, այն ադեն դևի ոգին, որ գուրքի մեջ բավտած է կսե, ոչ մենք աստվածներ չենք, աստված մեկ է, որ երկինք ու երկիրը ստեղծեց, մենք աբստամ հրեշտակներ ենք սատանաներու վերածված, Սուրբը գսե, Ուրեմն ինչպես կհամարձակի գենալ Աստծո Սուրբին դիմաց։ ուստի թևերը փախուստ տալով կհերանան և գուրքերը քեդին ինալով կփշրվին։ Այս դեպքը տեսնելով Աղեքսանդրո թագուհին Գայսրի գսե. «Ճշմարիտ է Գևորգի Աստվածը»։ Գայսը զայր աստիճան զայրանալով մահվամ կդատապարտե թագուհին և Սուրբին 303 թվականին։ Սուրբ Գևորգ չմահանալեն առաջ գաղութե Աստուծո, որպեսզի հեթանոսներ ճանչնան ճշմարիտ լույսը և դառնան Աստուծո։ Սուրբին մարմինը կտանին բաղեստին ու կթաղեն Ռամլե ավանի աշորիներու եկեղեցի մեջ։ Հոն կա նաև Սուրբ Գևորգ անունով եկեղեցի մը։ Աշխարհի զանազան երկիրներու մեջ Սուրբին անունով հրաշքներ կկատարվին և բազմաթիվ եկեղեցիներ կշինվին նվիրված անոր հիշատակին։ Սուրբ Գևորգի մասին կպատմվի ավանդություն մը, որ ծագում առած է քահանայիչներեն, որոնք Սուրբ Գևորգը կներկայացնեն որպես վիշապասպան։ Կսվի թե Սուրբ Գևորգը վիշապ մը սպանելով ազատած է կույս մը, որ իբր կերակուր դրված էր վիշապին առջև։ Անուն հոր եւ որդու եւ ոգին սրբո ամեն։ Անչափ լավ կարդացին, կուզեի քիչ մնալ լսել։ Բարդ տանք Աստծո սիրելիներ, որ մեզի նորեն առիթը տվավ գալ Սուրբի հիշատակությամբ մեր հոգևոր կյանքը նորոգելու։ Սուրբ Գևորգը սուրբերու մեջ կգոչվի իշխան սուրբերու։ Եվ եթե տեսած եք սրբապատկերներ, սովորաբար Սուրբի մը գլխուն մեկ բսակ գիչն է, Սուրբ Գևորգի գլխուն 3 բսակ գիչն է։ Հագիչ կարդացված պատմության մեջ չսվիր, որ Սուրբ Գևորգը 7 տարի կչարչարվի եւ ամեն տեսակ չարչարանք կուզեն իրեն առաջարկել։ Սկիզբը պաշտոններով, վերջը մեծ փառքով, վերջը հաջիկներով, վերջը սպառնալիքով, չարչարանքներու տեսքով եւ վերջը հուսահատությամբ այդևս իր գլուխը կգտնի։ Շատ կարևոր է հասկանալ, մենք ինչու այսչափ կարևորություն կտանք Սուրբ Գևորգին եւ ընդհանրապես սուրբերին։ Որովհետեւ սուրբերը Աստուծո փառքն են։ Ինչպես Սաղմոսած գիրքը գսե, Աստված փառավորյալ է իր խորհուրդը սրբոցյուրոց։ Աստված կփառավորվի իր սուրբերու խորհուրդներում, այսինքն մտածումներու մեջ։ Եվ ընդհանրապես մեր եկեղեցին եւ բոլոր հավանթական եկեղեցիները ունին սուրբերու մեծարելու, ոչ թե բաշխելու, այլ մեծարելու եւ իրենց կյանքի օրինագեն սորվելու մեծ պատմություն։ Որովհետեւ նախ Սուրբ գրային է ասիգա, թե Մագաբայեցոց գրքի մեջ կա, եւ թե հայտնության գրքի մեջ կխոսվի, թե ինչպես սուրբերը երկնքի մեջ կաղոթեն։ Կխոսվի նաեւ 24 քահանաներու մասին երկնքի մեջ, որ Աստուծո գահի շուրջն են։ Հետաքրքիր է, մենք երբ որ հավատամքի մեջ կսենք, հավատամք եւ իր Սուրբ Հոգին, չէ, որ խոսեցավ առաքյալներու եւ մարգարեներու միջոցով։ Եվ մենք կտեսնենք Հիսուս ինչ ասավ. «Կերթամ եւ ցեզի որբ չեմ ցկեր»։ Մխիթարիչը պիտի ղրգեմ, մխիթարիչը այսինքն պիտի բացատրեր ինչ որ Հիսուս կսեր եւ ինչ որ Հիսուս իրենց ըսած էր պիտի սորվեցներ են։
Եվ ասա, որ իմ Սուրբ Հոգից ձեր մեջը կփնակվի։ Այսինքն շատ կարևոր է հասկանալ, որովհետև մենք մգրդությամբ Սուրբ Հոգին կհրավիրենք մեր մեջը։ Եվ բզդիգի պատասխանատուն ծնողքը եւ կնքամարն են, որ այդ Սուրբ Հոգի ցայնը լսել դան, եւ Սուրբ Հոգին կմեծնա, ինչպես մենք կաճենք, մեր աճելու համեմատ։ Եվ սուրբերու մեջ Սուրբ Հոգին կգործե առատորեն, որովհետև իրենք դեղ պատրաստած են, որ Սուրբը գործե իրենց մեջ։ Որովհետև սուրբերը ամեն չանք կնեն Աստուծո նմանելու։ Եվ ասիկա պետք է հասկանալ, որ չոր նմանություն չէ, հա։ Ասիկա սերն է, ինչպես Սուրբ Իսահակ ասորին գսե Հիսուս Քրիստոս քու սիրույթ պատճառով մարդիկը ցկեցին իրենց փափուկ դուները եւ քացին ժայռերու մեջ մտան։ Ասիկա շատ ծանր խոսք է, որտեղ մեկ հատ երեգացեք, ձեր կյանքի մեջ ամենեն շատը որուն կսիրեք։ Եվ պատրաստ եք ադոր համար իրեն համար ինչը ներու, չէ՞։ Եվ երբ որ գնենք ադիգա, կհասկանանք Հովհաննես Ավետարանչի խոսքը, որ գսե սերը զորավոր է վախեն։ Նանանք չէ։ Իմ Աստված չնե, երթակ ձեր դուն, նայեք դունը գայրի, եւ ձեր զավակը մեջն է դունին։ Եվ սպասեք միջև հրշեջը կա։ Եթե ծնող քեզ կնեդվից, չէ։ Ասը սերը զորավոր է վախեն։ Ասը սերը, որ գադարյալ սիրո մեջ երգյուղ չի գա։ Այսինքն ես եւ հայրս մեկ ենք կսել Հովհաննես Ավետարանչի մեջ։ Ուրեմն սրբելու մեծարանքը ճիշտ ասիգա է։ Դիգա լա Սուրբ Աստվածածնի օրինակով։ Դիգա լա Սուրբ Գևորգի օրինակով, դիգա լա Սուրբ Գրիգոր Լուսավորչի օրինակով եւ բազում սուրբեր։ Եվ սուրբերուն Աստված սուրբերու միջոցով մեզի գսե, որ երկնքի իրականությունը մինագություն չէ։ Մենք ընտանիք ունենք։ Իմ ովքեր որ հարազատ ունին, որ մահացեր է, չէ մահացած եւ անհետացած իրենց կյանքին։ Ֆիզիկապես հետը չէ, բայց հոգիով մենք միշտ կապ կփնտրենք իրեն հետ։ Եվ սուրբերուն Աստված այդ շնորհը տված է, որ աշխարհի հետ հարաբերի։ Ադուր համար սուրբերու կյանքը մենք ուսումնասիրած ադեն գնայինք, որ սուրբը մեզի հետ կխոսի։ Որ սուրբը մեր սրտին ավելի մոդիկ է, որ կրնանք աղոթել եւ իր բարեխոսությունը խնդրել։ Ադուր համար Աստծո ընտանիքը մեծ ընտանիք է, որովհետեւ ինչպես կտեսնենք ավետարաններու մեջ ինչ կսե Աստված մեռելներու Աստվածը չէ, հա։ Աստված ողջերու Աստված է։ Մահսածը մեզի համար գոյություն ունի, ոչ թե Աստուծո։ Չէ, մահը ինչ է, մարմինն առանց հոգի, բայց հոգին գելե գերթա Աստուծո քով ըլլալու, ըստ իր գործերուն համաձայն։ Ուրեմն սուրբերը պայքար կունենան, որովհետեւ Աստծո նմանին։ Հիմա մենք այսօր ինչպես պետք է նմանենք, ինչպես պետք է մարտիրոսանանք, հա, մարտիր բառը կա, մարտիրոս անուն ունենք մեր հայերու մեջ, որ կնշանակե կյանքով եւ հավատքով վկա։ Եվ սկզբունքը ասկալիք շաբաթը մեր աղոթներու մեջ ինչպես կրնանք նմանել։ Այսօր աշխարհը մեզի շատ գճնշե, ամեն մարդ քերը զբաղված է սիրելին։ Աջաբարանքը անչափ շատ է մարդուս կյանքի մեջ, որ հոգեգան հանգստությունը շատ քիչ է։ Եվ հոգեգան հանգստությունը ոչ թե քիչ մի ժամանակ ունենան պարգի, մադիգա չէ, այլ այդ ներքին անկշունսնեսը մարդոց մեջ շատցեր է։ Չեն գիտեր ինչպես են եւ գգարձեն քիչ մի ձով երթան պիտի անհետադա, քիչ մի բաղբաղա գուդեն պիտի անհետանա, քիչ մի TV նայեն պիտի անհետանա։ Բայց ասիկա հոգեգան ցավ է, տարաբանք է, որ Աստծով կփուժվի, Աստծո ներկայությունը, որտեղ Հիսուս կսե որոշ բաներ կա մեր մեջը, որ պարզ չեն ելնել մեր մեջին։ Ինչպես որ այդ հայրը հուսահատ իր զավակին բերավ Աստծո որդին արջև, սա աշակերտներու դասի չգրցան աս թևը հանել մեջ են, հա, հաներ թիվահար էր բզդիգը, հա, Տերը հանեց եւ ասավ, որ աստեսակ թևը չի ելիր մարդոց մեջ են, բացի սոմաբաությամբ եւ աղոթքով, հա, Աստված մեզի զենք տված, ադոր համար մեր եկեղեցին լուրջ չի արել, որ շաբթի ուրբաթ բախքը, շաբաթաբախքը, ինչպես այս շաբաթը, այսօր վնե միջև շաբաթ օրը։ Այսինքն մենք պետք է փամը զոհենք մեր մեջ, որբեսի Աստծո նմանենք եւ մարտիրոսներ նմանենք։ Եվ գսե որ եթե գուզեք մեծարել սրբերը, պետք է նմանիք սրբերին։
Չեք կրնան գսել, որ միայն Սուրբ Գևորգ եւ անցնենք։ Ոչ, պետք է ամեն օր այդ Սուրբի հետ հաղորդակցություն ունենանք։ Պետք է նայենք իր կյանքին։ Սուրբ Գևորգին փորձեցին, չգրցան, այսօր մեզի աշխարհը ինչ կփորձի։ Հետևաբար պետք է ասկալիք շաբաթը սիրելիներ, մեր ամբողջ հոգեգան մարզանքը պետք է ունենք, այսպես ասած։ Պետք է քիչ խոսենք, պետք է քիչ լսենք եւ պետք է քիչ թիդենք։ Որտեղ ասենք մեր ամբողջ ծայրանները կգրավեն սիրելիներ։ Այսօր շատ խոսք կա, բայց քիչ իմաստություն եւ քիչ սրբություն։ Ամեն մարդ մայկրոֆոն ունի ձեռքը դժբախտաբար։ Եվ ոչ թե որ իր դնեցուներուն գխոսի, աշխարհին գխոսի, լայվ կոջակը գսեղմե եւ պրոֆեսոր դառնա։ Շատ խոսքի մեջ ինչ կա, Հակոբոս Արաքյալը գսե, շատ մեղք կա, հա։ Տեսած եք չէ՞ այդ 3 կաբիկները, հա, բերանը կոց, աչքերը կոց, ագանջները կոց։ Մենք այս շաբաթ պիտի նմանենք այդ լռությունը սիրողներին։ Քիչ պիտի խոսենք, որ մեր հոգևոր ջերմությունը դուրս չելնի։ Քիչ պետք է լսենք, մենք հատ նայենք ամեն օրը ինչ լուրեր կառնենք։ TV-ն բանալով, ռադիոն բանալով, աս բանալով, պիտի կդրենք ադիգ, հա, եւ Աստծո խոսքը պետք է լսենք, ադոր փոխան։ Քիչ պիտի դիտենք, մարդիկ կա գսեն աղոթքի ժամ չունին, բայց կորձեն է դու մինիմում 2 ժամ TV-ին արջևնի։ Եգսեն ռիլաքս կլան։ Բայց ռիլաքսը հոգեգան հանգստություն չի դա, հիշեցեք, մարմին է հանգստացնում։ Եվ այդ մարդիկը որ կարծեն, որ այդ TV-ին եկածը հանգստացնե, ոչ, այսօր փաստած են գիտությամբ, որ ավելի ուղեղդ գծանրափերն է ենթակի դագիցի մեջ, subconscious-ի մեջ, ուրեմն մարդը պետք ունի իր փերը բարբելու եւ ադիգա գլա Աստծո առաջ աղոթքով։ Այսինքն եթե բամը գուզենք դիտել, մեր դունը սրբաբատկեր պիտի լա եւ երթանք արջևը գնանք դիտենք եւ մեր ամեն հոգը այդ օրվա պիտի Աստծո առաջ դնենք։ Եվ այսօր փոխարեն շատ ավելի լուր պիտի լանք, լուր հոգիով, մտքով, աչքով, ագանջներով եւ բերանով, հա։ Արդու ելանք առաջինը ծեր գործիքի պիճարնենք, նայենք լիփանան ինչ եղավ, ու ռումփինգավ, ով որու հարսնիքներ երեք նայենք շորը ինչ դիզայնի է, չէ։ Ոչ որ դառնում բարակ բաներ են։ Տերը գսե ես քու առաջի զոհդ կուզեմ ամբողջ օրվա, չէ։ Ամենեն գադարյալ Աստծո բիթանք։ Դիելնենք եւ առաջինը 10 վայրկյան, 15 վայրկյան Տիրոջ առջև գնանք լռությամբ, աղոթ գնելու, իր շնորհը խնդրելու։ Պիտի կարդանք ավելի իր շնորհի մասին, իր խոսքը մեր կյանքի մաս պիտի դարձնենք, ամեն օր նայենք ինչ պատկամ ունի մեզի, եւ պետք է պահպանենք այս շաբաթ սիրելիներ, որովհետեւ այդ ամեն ինչը մեկը մյուսին լրացնե, որովհետեւ կարողանանք մեր ամբողջ մարմնով, ինչպես կսե Պողոս Արաքյալը, ձեր անձերը որպես ապրող զոհ մատուցեք Աստծո։ Ուրեմն պետք է հագարակ մշակույթի գալենք այս շաբաթ, որովհետեւ մենք հալ հասկանանք ինչ սեր է մանդիրոսություն եւ հավատացեք, ովքեր որ զոմաբավություն գնեն, աղոթ եւ սուրբ գիրք կգարտան, զորություն մգիչն է իրենց մեջ, որ ոչ մեկտեղ կա, այլ Աստծո ներկայության մեջ կա։ Ուրեմն թող Աստված ձեզի խաղաղություն տա շաբաթ սիրելիներ, մեր աղոթները ջերմանան, եթե ձերքերը միշտ բան պիտի լա աղոթքի բարան ունեցեք, հա, prayer rope կսեն, աղոթարաններ ունեցեք, որտեղ մեր limbic memory-ը սազը մարմնի հիշողություն այսօր ավրվել է։ Մարդս 2000 անգամ օրեգան հեռացայինի գտնա, միայն երևակայեցեք, հա։ Սերը որ ուղեղի մեջ ուրիշ wiring եղած է, որ պետք է շտկվի, եւ ադոր փոխարեն պետք է անենք մեր աղոթքի բարանը։ Աղոթքի պիտի գնանք, երբ որ դժվար է գնալը, ծունգի պիտի կան, ծունգներս կեդին, երկրպագություն պիտի ունենք, 9 անգամ ասելու Տեր քու զորությունը թրգե, որովհետեւ կգնանք քեզի հաճելի աղոթք կնենք։ Թող Աստված զորացնե եւ նաեւ այս շաբաթվա մեր challenge-ը, այսպես ասած, Ղուգասի ավետարանը կարդալն է սիրելիներ։ Ուրեմն 24 գլուխ ունի Ղուգասի ավետարանը։ Եթե այսօր վնես սկսենք մինչեւ շաբաթ, քանի գլուխ պետք ունենք։ Աշխաբաց չգամ էչանից 4 գլուխ, 24, եթե 6 օրվա բաժնենք, 4 գլուխ կլա, հա, իրագի ազատ կդանք ձեզի։ 4 գլուխ, ամեն օր պիտի ելնենք, նայենք Տեր ինչ կսե այդ 4 գլուխը։ Կգարթանք, նորեն պիտի կարդանք, կոնե 3 անգամ որոշ հատվածներ, որ մեր սրտին կխոսի, որ Աստված նայենք այսօր ինչ խոստա։ Ուրեմն, եթե հարցումներ ալ ունենաք ավետանի վերաբերյալ, կրնակ հարցնել, որ միասին կրնանք Աստծո խոսքը հասկանալ։